Սուրբ Զատկի տոնին ընդառաջ գին ու կոնյակի տուն Շահնազարյան ընկերությունը հայ առաքելական եկեղեցուն եւ հավատացյալներին մատուցեց հերթական աստվածահաճո ծառայությունը։ Ապրիլի 5-ի երեկոյան հայր եւ որդի Շահնազարյանները Ծաղկաձորի Կեչարիս վանական համալիրի առաջնորդանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն նվիրաբերեցին Սուրբ Խորանի Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։ Շահնազարյան ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանի խոսքով իրենք նպատակ են ունեցել հայ եկեղեցուն եւ Աստծուն մատուցել իրենց հոգու պարտքը։ Դա ոչ թե մեկ ինչ բան է կարել, այլ մեզ համար մեծ պատիվ է, ուրախություն է, որ Աստված թույլ է տվել հիմա մի փոքր կար մի արարմունք անենք եկեղեցու համար։ Դա մեծ համար երջանկություն է։ Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել arczepiskopos Քարամյանի օծմամբ Սուրբ Խորանի Մարիամ Աստվածածնի սրբապատկերն այսուհետ կփոխարինի նախկինին։ Հայր Սրբազանի խոսքով նախկին Մարիամ Աստվածածնի պատկերն ավելի երկրային էր, իսկ նորն ավելի մոտ է Աստվածայինին։ Այն նկարված է Երուսաղեմի Մարիամ Աստվածածնին համանուն պատկերով։ Մենք ունեինք սրբապատկերը, երբ հանձնարարվել էր այդ սրբապատկերը նկարել, ավելի շատ նկարի մեջ դրված էր նկարչի ընտանիքի Անտամի պատկերը, հետո մենք անդրադարձանք եւ որոշեցինք փոխել այդ նկարը, փոխեցինք եւ իսկական հայեցի աստվածամոր պատկեր է եւ նայելուց կարող ես աղոթել այդ աստվածամոր պատկերի առաջ։ Մարիամ Աստվածածնի պատկերը նկարելու համար պահանջվել է 3-ից 4 ամիս, ասում է նկարի հեղինակ Սուրեն Խորենյանը։ Սա նրա կատարած 3-րդ աշխատանքն է, որն իր չափերով գերազանցում է նախկին 2-ին։ Բավականին երկար աշխատեցի էսկիզի վրա, էսկիզը կատարելուց հետո հաստատվեց Սրբազանի Տեր հայրերի վեհապարի կողմից, հետո նոր հաստատումից հետո ես անցա արդեն գլխավոր նկարը նկարելու։ Սամվել Շահնազարյանի խոսքով իրենք պատրաստվում են վերանորոգել Սուրբ Հարություն եկեղեցին եւ համալրել այն նոր սրբապատկերներով։